Հայլակ ջան հետ կանգնի ապեր։ Իշխանությանը զսպելու, որովհետև ըստ էության անձնական դաշտ են մտնում եւ ձեզ ուղղված քննադատություն կա այդ առումով, ինչու եք լռում։ Իսկ ինչ ասենք։ Ասեմ տիկին նախարար, հետևյալ Լավ, եկեք հասկանանք, ես հիմա փոքրիկ դասախոսություն երևի պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված, մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ինձ չեք ընդհատելու եւ եթե հարցը տալիս եք, խնդրում եմ լսեք պատասխանը։ Այո, շրջանառվում է մամուլում, մեդիա դաշտում, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետեւյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է։ Այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այն կերպ, ինչպես որ կայանում են, մի խոսքով առաջինից 7-րդ հոդվածների մասն է, եթե չեմ սխալվում սահմանադրության, եւ այդ նորմերի փաստացի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված, մի հնչեցրեք արտահայտությունները եւ խոսքս միայն լրագրողներին չի վերաբերում, խոսքս նաեւ մասնագիտական հանրությանն է վերաբերում, մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում։ Տիկին նախարար, իրականում գիտեք ինչ են ասում։ Աշակերտները չեն կեսնել, լսարանում չեք հարցերին ըստ էության պատասխան։ Տիկին նախարար, գիտեք ինչ են ասում, իրենք ասում են մի հատ սահմանադրությամբ այդ դասախոսությունները կարդում եք, ասում եք մարդը սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Տիկին նախարար, եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես կարող եմ մի հարց տալ։ Ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Լավ, ավարտեք։ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում, հարգելի լրագրողներ, խնդրում եմ իրավական տերմինաբանություն օգտագործելիս բարի եղեք, բացեք տապալում չէ, տիկին նախարար, ես կարող եմ հարցնել, ասում են ոչ թե տապալում, նաև մասնագետները կան, որ պնդում են ոչ թե լավ, ես Խոսքը հակասահմանադրական գործողությունների մասինն է, տիկին նախարար։ Օրինակ 17-18-րդ հոդվածներին հղում անելով, մասնագետները պնդում են, որ հակասահմանադրական անել ինչ է նշանակում սահմանադրության կարգավորումներին հակասող, շրջանցելով են արգելքները գործողության հասկացությունը, հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Պետությունը եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ունի, տիկին նախարար։ Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի, հարցնում եմ։ Եկեք հարցը հետևյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցը պատասխանողն է։ Ոչ, մարմին չէ։ Եկեղեցին սահմանադրական մարմին։ Այսինքն երբ որ բարի լինեք հաջորդ անգամ լսեք մարդուն ում ուղում եք հարց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Բայց դուք խոսում եք այնինչ ուզում եք խոսել, դուք հարցերին չեք պատասխանում։ Ես այլևս պատասխանում։ Ես շարունակում եմ իմ խոսքը։
Ինչն եք շարունակում։ Չի եղել որևէ դեպք, երբ դուք ինձ հարց տաք եւ հարցը թողնվի անպատասխան եւ ես չտրամադրեմ ժամանակ։ Որ դուք ներողություն, բայց լրագրողների հարցերին Սպառիչ պատասխանեք։ Անհնար է ժողովուրդ, անկեղծ, ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն, լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության հետ Դուք ձեր էթիկային հետևեք, այդ ինքնավստահությունը ձեզ ով է տվել Փաշինյանը, այդ ինքնավստահությունը լրագրողների հետ այդ տոնով խոսելու, դասախոսություններ կարդալու, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ ավարտեցի։ Չէ, չավարտեցի, հարց տվեցի, դուք էլ պատասխանեք։ Հայաստանի վարչապետը երբեցի բառերը օգտագործում։ Այսինքն Դամպելը բարը էթիկայի մեջ անեկան։ կամ եկեղեցականին մանկապիղծ անվանելը ձեզ չի անհանգստացնում։ Հրավիրում եմ Արդարադատության նախարարություն, կրկնում իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու եւ մեծ հույս ունեմ, որ այդ քննարկումը օգուտ կունենա եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալու եւ հարցերի պատասխան։ Այդ դասախոսությանը դուք մի հատ մասնակցեք։ Ցանկացած Սահմանադրում ասեց, որ իրավական լրագրության մասին կարող Գնաց խոր։ Իսկ բարոյական քաղաքականության մասին Ես առաջարկում եմ թողենք տիկին նախարարը գնա, որովհետև ինքը չի ցանկանում ցուցել, նույն ձևի մենք պետք է անենք։ Որպես նախարար ցենց կարող ձեզ։ Սահմանադրություն Այդ